փոխվել եւ արդյոք ինչ-որ բան փոխվել է մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ։ Գիտեք, կարծում եմ դուք այդ հարցի պատասխանը գիտեք, այսինքն մեծ հաշվով հանրության համար մեծ հաշվով մարտի 1-ը բացահայտված է, դրա հիմնական մեղավորները հայտնի են, մնում է կազմակերպիչները, այսինքն հայտնի են, մնում է բացահայտել կոնկրետ կատարողներին եւ այն ինչ հայտնի է, դրան ուղղակի համապատասխան իրավական տեսք տալ քրեական գործի մեղադրական եզրակացության եւ վերջո դատավճռի տեսքով։ Պարոն Փաշինյան, նաեւ կուզենայի այստեղ դեր այցելության մասին խոսանք, դուք ՀԱԿ-ի կոչի շրջանակներում եք եկել այստեղ։ Գիտեք, ես կարծում եմ ուղղակի պատշաճ չի հիմա այստեղ այդ կարգի հարցեր քննարկել, ես եկել եմ Սուրբ Սարգիս եկեղեցի, ես եկել եմ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, կարծում եմ քաղաքական բնույթի հարցեր չարժե որ։ Քաղաքական չէ, ուղղակի նրանց կոչին արձագանքելով հենց այս եկեղեցին որոշեցիք։ Գիտեք, ես կարծում եմ, որ այսօր հոգեհանգիստ էստեղ է, եկել եմ էստեղ, այո, եւ Հայ ազգային կոնգրեսն է կազմակերպել միջոցառումը եւ ես իսկ ինչու չպիտի գայի կամ ինչի այդ հարցը։ Պարոն Փաշինյան, մարտի 1-ի այդ պատասխանատուների թվում միշտ շեշտում է 3 նախագահների անունները։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Ինչ կասեք այս մասին։ Գիտեք, նախ հարցը երկու մաս ունի, երբ որ դուք ասում եք 3 նախագահ, դա ինձ համար մի քիչ անհասկանալի է։ Ձեր նշած վերջին 2 անունով նախագահ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել, այնպես որ հարցը նախ պետք է ճիշտ հասկանալ, ինձ համար Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան անունով նախագահ Հայաստանի Հանրապետության երբեք չի եղել, գոյություն չի ունեցել ու չի ունեցել է այս երկիրը կառավարել են։ Ամեն դեպքում 3 անձանց անուն այս երկիրը կարելի է կառավարել ենթադրենք պետական հեղաշրջման միջոցով իշխանությունը զավթելով, ինչի է վարել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Այնպես որ խնդրում եմ ինձ հարց տալիս մի օգտագործեք նախագահ անունը այդ երկու անձանց ձևակերպել։ Եվ երկրորդն էլ եւ հաջորդն էլ 2008 թվականի մարտի 1-ի պատասխանատվությունը կրում են 2008 թվականի մարտի 1-ին պետական հեղաշրջում իրականացրած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանդի միջոցով իշխանության եկած հայտնի անձինք։ Պարոն Փաշինյան, ինչպես է գնահատում, որ Տեր-Պետրոսյանը չմասնակցեց այս ընթացքում։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ պատճառների մասին, չեմ կարող մտնել։ Պարոն Փաշինյան, որպես հակքննադատության պատգամավոր, արժե վերանայել նորից այդ հանձնաժողովը ստեղծելու հարցը, ինչպես պայմանավորվեց ձեր ընտրություններից հետո դառնալ այդ հարցին եւ ինչ հույսեր եք կապում այդ հանձնաժողովին։ Վերանայել կարծում եմ, գիտեք, ինձ համար ամենակարևորը հետեւյալն է, որ մարտի 1-ի հարցը, մարտի 1-ի բացահայտման հարցը չի կարող դուրս գալ օրակարգից, քանի դեռ մարտի 1-ի սպանությունն իրականացրած բոլոր անձինք չեն ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության։ Մնացածը դրանք ընդամենը դետալներ են, որոնք կարող են ինչ-որ բայի գործել, հաջորդ բային մեկ այլ դետալ կարող է գործել։ Փաշինյան ինչի արկայության դեպքում միայն կբացահայտվի մարտի 1-ի ողջ այսինքն ազատ անկախության թե իշխանության փոփոխության պարագայում։ Գիտեք, մարտի 1-ի բացահայտման հարցը օրինականության հարց է եւ մարտի 1-ը ճիշտ ես արդեն ասացի, ոչ թե բացահայտման մասին է պետք խոսք, ամբողջական բացահայտման եւ կոնկրետ մեղավորներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու մասին է խոսքը գնում եւ երբ որ Հայաստանում հաստատված կլինի ժողովրդի իշխանություն, որը եւ նախատեսված է սահմանադրությամբ, այն ժամանակ էլ բացահայտումը տեղի կունենա։ Բայց մի բան պետք է մենք բոլորը շատ հստակ